Տիրոջը, անցնենք Աստծո խոսքին թանկագիններ։ Այսօրվա խոսքը անվանել եմ մի հետաքրքիր անունով, միգուցե քեզ տարօրինակ թվա, բայց ոչինչ, մի օր էլ թող ես մի տարօրինակ բան անեմ։ Այսօր անվանել եմ այսպես, չէ, ժպիտս չեմ փոխի, բայց կասեմ, լավ չեմ։ Մարդ կա, որ երբևէ ասել է լավ չեմ։ Հա? Իսկ մարդ կա, որ երբեք չի էլ ասել։ Չկա։ Չէ, ուրեմն տեղին է այս խոսքը։ Հա? Բայց չեմ գրել, որ մենակ լավ չեմ։ Գրել եմ ինչու լավ չեմ, կամ դու ինչու լավ չես, կամ ինչ անեմ, որ լավ լինեմ։ Ամեն։ Սրա մասին խոսենք։ Խոսենք։ Ու այսօր խոսելու եմ մտքերից, այսօր խոսելու եմ այն ազդեցությունից կամ ինչպես է լինում, որ մենք լավ չենք լինում։ Ինչն է պատճառը լինում, որ լավ չենք լինում։ Շատ պատճառներ կան, չէ՞։ Օրինակի համար, երբևէ մտածել ես ինչի լավ չեմ։ Այսօր ուզածս չկատարվեց։ Իմ ուզած աշխատանքից կամ սպասած աշխատանքից աշխատանքը մերժվեց։ Ակնկալում է ինչ-որ մեկի ժպիտը, դու մի ասա ինքը դառը հայացքով ինձ նայեց։ Օրինակ, արթնացել եմ ու առավոտվանից տրամադրություն չունեմ։ Գիտես, մի քիչ գլխացավ ունեմ, մի քիչ, չգիտեմ, ստեղս ցավ ունեմ, չգիտեմ, ստեղը ինչն է, թոքերը, լիարդը։ Բժշկությունից ես լրիվ հեռու եմ։ Ստամոքսը։ Բայց գիտեք որն է, որ մեկա պատճառներ կան։ Անկամ մարդկա վեր կացել է ու տրամադրությունը տեղը չի, ինքն է չգիտի ինչի։ Ու լավ չի։ Կա նման դեպքեր։ Ինչ ասես կա։ Բայց գիտեք, ես այսօր մտքերից եմ խոսալու, երբ որ նայեցի բժշկական բացատրությունը մտքերի հետ կապված, բայց ասեմ, որ մեծամասնություն բաները մտքերից են ու քանի որ եւ վատ եւ լավ մտքերի ազդեցությունը մեր կյանքի վրա շատ մեծ գործ են գործում։ Ու այսօր մենք դրանով նաեւ դուրս ենք գալու շատ իրավիճակներից։ Իհարկե, եթե կիրառենք։ Գիտես, այնքան հեշտ է, որ հրճակենք Հիսուս Քրիստոսի անունով ազատագրում, հրճակենք Հիսուս Քրիստոսի անունով լավ տրամադրություն, ես քո վրա, դու իմ վրա։ Բայց գիտես, դա շատ քիչ է։ Մենակ հրճակելը։ Դու պետքա պահես, դու ինքդ քո ջերմաստիճանը պահես, տրամադրության տաս, ամեն, համաձայն նրա, ինչի մասին որ այսօր խոսելու ենք։ Լավ, արագ կարդամ ինչ է ասում բժշկական գիտությունը, ասում է մտքերը ուղղակիորեն ազդում են մարդու ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա։ Ուշադիր լսեք։ Մտքերը ուղղակիորեն ազդում են եւ հոգեկան եւ ֆիզիկական առողջության վրա, փոխելով հորմոնների մակարդակը, սրտի աշխատանքը, իմունային համակարգը։ Ով գիտեր։ Դրանք գործում են նյարդային համակարգի միջոցով։ Երբևէ ասել ես ներվերս կերան, ներվերս քայքայվել է, էլ չի դիմանում։ Հասկանում ենք, որ ինչ որ բան ազդել է ու քո ներվերը տեղի կտավ է։ Հիմա բացասական մտքերի ազդեցությունը։ Ոչինչ որ կարդամ, այս բառերը իմ համար անծանոթ են, դրա համար ուզում եմ կարդամ։ Ստրեսի հորմոններ, վատ կամ տագնապալի մտքերը բարձրացնում են կորտիզոլը եւ ադրենալինի մակարդակը։ Այս բացասականները։ Թուլացնելով իմունիտետը, այսինքն ինչ է առաջանում, մշտական ստրեսը դժվարացնում է օրգանիզմի պայքարը հիվանդությունների դեմ։ Պատկերացնում ես, սխալ հորմոններ են արտադրվում, չափից ավել են արտադրվում։ Հույզերը արագացնում են ստրկի զարկերը, բնականաբար բարձրանում է ճնշումը, ահա։ Հիմա, դրական մտքերի ազդեցությունը, թանկագիններ, այսինքն լավ հորմոններ են ազատագրվում, ուրախ եւ հանգիստ մտքերը խթանում են էնդորֆինների եւ դոֆամինի ազատումը, կարևոր չի անունը ինչա, կարևորը լավ բան է ազատում, ուրախ մտքերը,
դրական մտքերը։ Եվ ինչա կատարվում։ Գալիս է արագ ապակինում, դրական տրամադրվածությունը օգնում է մարմնին ավելի արագ վերականգնվել հիվանդություններից։ Ներքին խաղաղություն է գալիս եւ լավ մտքերը նվազեցնում են, կարելի ասել եւ ընթացքում վերացնում են լարվածությունն ու բարելավում են անգամ քնի որակը։ Իսկ եթե դու նորմալ քնել ես, մարմինդ լավ հանգստացել է, ամեն ինչ լավ է։ Այս բժիշկների ասածը, ով է համաձայն։ Հիմա Աստծո խոսքից այնտեղը, որ ուզում եմ, որ իմ սրտի մեջ եկա, որի վրա էլ որ կառուցվել է այս ամեն ինչը, Առակաց 14-րդ գլուխ 30-րդ խոսքը ասում է այսպես. Մարմինին կյանք է մի հանդարտ սիրտը։ Մենք մարմին ունենք, սիրտ ունենք, հա, հիմա հանդարտ է, թե հանդարտ չի, կամ երբ է հանդարտ, երբ չի, այս արդեն մեր քննելու կամ մեր մտածելու հարցն է։ Մարմնին կյանք է պարգևում, կամ կյանք է ազատագրում, կամ լավ բաներ է ազատագրում, երբ որ սիրտդ հանդարտ է։ Երբ որ սիրտդ կարանք հանդարտ ասենք, հանգիստ է, ամեն, ուրախ է։ Էլ ինչ կարելի ասել այդ հանդարտի մեջ, խաղաղ է, խաղաղության մեջ է, բայց ասում են նախանձը փտություն է ոսկորներին, նախանձը ուրիշ թեմա է, այսինքն իսկ այն վատ մտքերը նախանձի դեպքում, այսինքն նախանձն էլ չէ վատ մտքեր են, նախանձը առաջանում է երբ, այս հարևանս այս ինչ առավ, ես մնացի, չգիտեմ, այս ինչը ինձնից առաջ անցավ, ես մնացի, նախանձ, չարություն, վատ բաներ, չկամություն ու լիքը բաներ, նախանձի անունով թող այսօր կոչենք, իհարկե նախանձին չենք կպնելու, ասում է իսկ դրանք փտություն է բերում, իսկ դա վատ հորմոններն են ազատագրվում, ավելանում, իսկ դրանք վատ մտքեր են բերում, կրծում են ներսից, տանջում են ներսից ու բնականաբար հիվանդություններ է ձեռք բերում։ Հիմա ինչ ենք ուզում, որն ենք ուզում, հասկանում եք, սա մեզանից է կախված։ Մի ուրիշ տեղ ու մի քանի տեղ պետք է կարդամ ու գնանք առաջ։ Առակաց 4-րդ գլուխը, քանի որ առակացի մեջ շատ է ասենց բաների մասին խոսում։ 20-րդ խոսքում գրված է այսպես. Որդյակս ու դուստրս, այսինքն մեզ է վերաբերվում, ուշադիր եղիր իմ խոսքերին եւ ականջ տուր իմ ասածներին։ Այսօր էլ ուշադիր եղիր Աստծո խոսքերին։ Ամեն։ Թող նրանք չգնան քո աչքի առաջից։ Այդ ինչի մասին է։ Աստվածաշունչ կարդա։ Պահիր նրան քո սրտի մեջ։ Գիտես, եթե ասում է պահիր, նշանակում է այդ գործողությունը, որ մենք պետք է վերցնենք եւ տեղավորենք։ Մենք երբ որ մթերքներ ենք գնում, բաներ կա, մենք սառնարանում ենք պահում, բաներ կա, չէ։ Բայց մենք շատ լավ գիտենք, եթե տվյալ մթերքները մենք սառնարանում չպահենք, ինչ կլինի։ Չէ, կփչանա։ Ստեղ պատվիրում ասում է, պահիր իմ խոսքերը քո սրտի մեջ, դիր, տեղավորի, բացի ու տեղավորի։ Ոնց է դա։ Այսինքն ուշադրություն դարձրա, նշանակություն տուր, կարևորություն տուր այս խոսքերին եւ դիր ասա, սա ես պետքա պահեմ իմ մեջ։ Ես դա պետքա պահեմ, ոնց ես դու փողերը պահում, լավ տեղեր, պապահով տեղեր, ինչպես ես թանկարժեք իրերը լավ խնամքով տեղեր պահում, աչքերից ուրիշ հեռու աչքերից ծածուկ տեղեր ես պահում։ Աստծո խոսքը ասում է դրանցից ավելի թանկ է։ Ու այդ խոսքերը մենք պետքա պահենք, իրանք չպետքա թռնեն սենց, դե լավ եկավ կիչնի, մենք պետքա վերցնենք ու տեղավորենք, ու սա իմ ու քո պատասխանատվությունն է, ինչու, որ նրանք կյանք են գտնողներին և նրանց բոլոր մարմնին բժշկություն, և ասում ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրտին, ինչի, ինչա կատարվում քո սրտի հետ, ինչա տեղավորվում քո սրտի մեջ, ինչնա լցնում քո սիրտը, ես չգիտեմ սիրտը որն է, իհարկե ես ֆիզիկականի մասին չի, բայց ներսի մասին է խոսքը, ինչա լցվում քո ներսը, որով հետև նրանից է կյանքի ելքը,
որովհետև ընդեղից բաներ կա, որ ծնվելու են։ Ընդեղ բաներ կա, որ դուրս են գալու, ազդեցություն են ունենալու։ Ամեն։ Ես կասեմ համ իմ կյանքում, համ իմ միջոցով, ինչ որ մեկի կյանքում։ Սա շատ կարևոր է։ Ամեն։ Եթե հասցնենք ժամանակի մեջ փորձենք հասցնել, շատ կարևոր է, որովհետև ինչ որ լցրեց ինձ, ես ուրիշ բանով չեմ կարա կիսվեմ քո հետ։ Իմ մեջ լցվեց նախանձը, ես կախանձը փոխանցելու եմ քեզ։ Իմ մեջ լցվեց չարությունը ինչ որ մեկի հանդեպ, այդ չարությունը ինչ որ մեկի հանդեպ ես փոխանցելու եմ քեզ ու հակառակը։ Դու ինձ։ Բայց եթե ես սկսեմ վերահսկել իմ մտքերը, կառավարել, զսպել, անգամ թույլ չտալ, որ դրանք իմ մեջ ցանվեն, այլ փոխարենը ցանվեն, լցվեն ճիշտ մտքեր, խաղաղարար մտքեր, ես խաղաղություն կփոխանցեմ քեզ։ Ես ինչ որ մեկի մասին լավ լուր կփոխանցեմ քեզ։ Ու ինչքան էլ քո մեջ, չգիտեմ ինչ պատկերացումներ լիներ, քո մեջ փոփոխություն կգա։ Մտքերի միջոցով տրամադրվածության ինչ որ ուրիշի հանդեպ, ինչ որ բաների հանդեպ, ու ընդհանրապես քո մեջ լավ եղանակ կստեղծեմ։ Դա գիտեք, որ խոսքն է ասում։ Այսօր շատ խոսքեր ես մեջ բերելու եմ ուղակի։ Ասում եմ, գիտես, ոչ մի ապականացու բառ դուրս չգա քո բերանից, այլ այն, որ լսողին շնորհք տա։ Պատկերացնում եք, որ լսողը լսի, ասում եմ, բժշկող լեզուն ինչքան լավ է, որ մեր բերանից դուրս եկած ամեն բանը բժշկություն բերի լսողին, ապականություն չբերի, չփչացնի։ Դրա համար թանկագիններս, եկեք առաջինը մենք չփչանանք, որ չփչացնենք, երկրորդն էլ չթողենք, որ մեզ փչացնեն, որտեղ այդ լուրերը, երբ որ դու լսում ես, երբ որ այդ խոսքերը լսում ես, երբ որ այդ մտքերը լսում ես, ես գիտեմ, սկսած ինձանից ամեն մեկս կարող ենք պատկերացնել, հասկանալ ինչ են կատարում դրանք մեր մեջ, անգամ եթե դրանք մեր սեփական մտքերը չեն, այլ ինչ որ ուրիշ տեղից եկել են, բայց ես եմ թույլ տվել։ Ու դրանք սկսում են իրանց լավի դեպքում լավ ազդեցությունը, վատի դեպքում վատ ազդեցությունը։ Բոլորս ասեցինք համաձայն ենք, որովհետև դա այդպես է։ 24-ը հեռացրու քեզանից բերանի ծռությունը եւ նենգավոր շրթունքները թող հեռու լինեն քեզանից։ Քո աչքերը ուղիղ նայեն եւ արտևանունքներդ ուղիղ լինեն դեպի քո առաջը։ Բնականաբար, այսինքն դա ապահովում է քեզ լավ ընթացք։ Հա? Այս սրա մեջ շատ չգնամ։ Գիտեք, այս աշխարհը լիքն է տագնապներով, վախերով, ապահովությունը օր-օրի վերանում է, հանգստությունը օր-օրի հեռանում է։ Համաձայն եք թե չէ։ Օր-օրի լուրեր մեկը մյուսից վատ։ Տագնապալի, սարսափելի։ Ու գիտես ինչ, կամաց մոտենում է քեզ։ Կամաց մոտենում է քո ազդեցության գոտուն, քո ընտանիքին, չգիտեմ, քո մտքին։ Գումարները հեչ են լինելու, ով որ բանկում փող ունի, մտածում է կարող է էլի այն կոմունիստների պես ջրվի, ով որ, չգիտեմ, տուն առնում, ասում է կարող է հանկարծ պատերազմ լինի, ով որ լավ ուսում է ստանում, ասում է կարող է այս արհեստական բանականությունը հելնի, սա ներդրումներս, ջանքերս փչացնի, ել ես պահանջված մասնագետ չլինեմ։ Երիտասարդ աղջիկները մտածում են, կարող է չամուսնանանք, տունը մնանք, տղերքը մտածում են, կարող է չամուսնանանք, տունը մնանք։ Տարբեր բաներ։ Իրանք չեն էլ հորինում, գալիս է այդ մտքերը։ Ամուսնացածները մտածում են, կարող է երեխա չունենանք։ Ու սենց լիքը հիմար բաներ։ Հա? Շատ ջանք պետք չի անել այս հասկանալու ինչ է կատարվում։ Ինքն իրան գալիս է։ Ինքն իրան սատանան բերում է։ Բայց այդտեղ գիտես մի բան կա, որ մենք պետք է հակառակ գնանք։ Մենք պետք է հենվենք կամ ընդունենք մի բանը, որը որ ճշմարտությունն է, իրականությունն է, մեզ տրված, մեզ ասած։ Ամեն։ Մենք պետք է հավատքի մեջ հաստատված լինենք, ոչ թե երևույթի, զգացմունքների կամ ազդեցությունների։ Դրա համար, ու գիտես, խոսքս աշխարհին չի վերաբերվում։
Խոսքս վերաբերվում է հավատացյալ քրիստոնյաներին։ Հավատացյալ քրիստոնյաներին։ Ու հետ գնամ անվանվանը, երբ որ հավատացյալ քրիստոնյան ասում է ես լավ չեմ, գիտես, լավ չլինել հնարավոր է, բայց նման կարգավիճակի մեջ մնալը այսի արդեն խնդիր է։ Համաձայն եք։ Բոլորիս կյանքում էլ հնարավոր է լինել ինչ-որ մի հատված, ինչ-որ մի պահ, որ լավ չենք։ Եղել է տենց բան։ Ահա։ Բայց մնալ դրա մեջ ու միշտ լինել լավ չեմ, սա արդեն լուրջ խնդիր է։ Այո, սա լուրջ խնդիր է, որ ես լավ չեմ։ Ու եկեք գտնենք արմատը, եկեք գտնենք պատճառը ու դուրս գանք։ Ոչ թե իմ լավ չեմով ես շարունակեմ ապրել, որտեղ ինչքան լավ չեմ, այնքան էլ ավելի լավ չեմ լինելու։ Հայերեն ասած վաբշե լավ չեմ լինելու։ Իսկ մենք պետք է դուրս գանք դրանից։ Ամեն։ Վերջում կհռչակենք, որ շատ էլ լավ եմ։ Ամեն։ Եսայա մարգարեություն 26:2 գրված այսպես։ Կներեք 3-ը, 2-ը չէ 3-ը։ Հաստատ միտքը պահում ես խաղաղ խաղաղությունով, որովհետև քեզ է հուսացած։ Մենք խոսացինք պատճառը ինչն էր, որ մեզ լավ չէր անում։ Եկեք խոսանք ավելի շուտ կամ ավելի շատ ինչ անենք, որ լավ լինենք, հա։ Աստծո խոսքն ասում է հաստատ միտքը, կայուն միտքը, կայուն սիրտը, կայուն ռուսերենում գրածա դուխ, շունչը, հոգին, կայունությունը, երբ որ կա ամրություն կա ասում է, ինքը խաղաղության մեջ կմնա։ Հաստատ միտքը, իսկ ինչի վրա է հաստատ։ Շարունակություն ասում է, որովհետև քեզ է հուսացել։ Տեր, իմ միտքը հաստատ է միայն այն դեպքում, երբ որ քեզ է հուսացել, երբ որ քո խոսքի վրա է հենված, երբ որ քեզ է հավատում, երբ որ քեզ է վստահում, երբ որ քո ասածներն են ավելի կարևորը ու ճշմարիտը, ոչ թե իմ լսածները, իմ տրամադրությունը, իմ պատկերացումները։ Փոփոխություն չի գա, եթե մենք տեղերի տեղափոխում չանենք։ Փոփոխություն չի գա, եթե մենք չորոշենք ինչ չլսենք, ինչ լսենք։ Բժշկական գիտությունը ասեց, Աստծո խոսքը առավել եւս ասում է, որ եթե չկա հանդարտություն, կա հիվանդություն, եթե կա հանդարտություն, կա բժշկություն։ Կա ապահովություն, կա խաղաղություն, որը կընտրես թանկագինս։ Որը կընտրես։ Հաստատ միտք։ Հաստատը ինչ է։ Կայունը ինչ է։ Բոլորս գիտենք, չէ՞։ Հաստատը ինչի, մի օր ստեղ է, մյուս օր ընդեղ է։ Հաստատը եղեգը չի, որ քամին ոնց փչի գնա։ Երեք հերոստացույցով ծառեր էի տեսնում, այնքան հաստաբուն ու բարձր էին, ուզում է փոթորիկ լինի, ինձ հաստատ էին կանգնած, իրանց հեչ պետքը չէր։ Իրանք այնքան արմատներ էին խորացրել, որ իրանց ոչ մի բան վախենալու չէր։ Որտեղ են իմ ու քո արմատները այսօր խորացված, երևույթներին, լուրերին, քաղաքականության մեջ, վախերի մեջ, ինտերնետի լուրերին, որտեղ է մեր միտքը հաստատված, որտեղ ես հիմք գցել, դու քեզ ասա, որտեղ ես հիմք գցել, եթե դե Աստծո մեջ, պատկերահովիվ ջան, միանշանակ Աստծո մեջ, բա որ քամին հելնում է, խիա քեզ պատեպատ տալիս, հարց ունեմ, երբ որ քամին բարձրանում է, ինչի է բոլոր պատերի վրա քո, ինչի հետք է ասեմ, չգիտեմ, լավ, մատնա հետքերը, քո մարմնի հետքերը, իմ մարմնի հետքերը, լավ, մի նեղացի, դա խոսում է, որ դու հաստատ չես, դա խոսում է, որ քրիստոնյան հաստատ չի, հուսացած չի Աստծո խոսքի վրա, թե կա ուրիշ տարբերակ, չէ, ես հուսացած եմ, ես սատանան է սաղանում, բնականաբար, ամեն բան վատ, սատանայից է գալիս, ամեն բան վատ, սատանայից է գալիս, Հակոբոսը իր երրորդ թղթի մեջ, ավելի շուտ Հակոբոսի գրքի երրորդ գլխում, նայեք ինչ է գրում,
13-ից կարդամ։ Ուշադիր նայեք։ Ով է ձեզանում իմաստուն եւ խելացի։ Բոլորս մի րոպե, մի շտապի։ Հիմա ասում եմ, թող իր բարի վարքով ցույց տա իր գործերը իմաստության հեզությունով։ Որ խելացի ես, որ իմաստուն ես, ասում եմ, այդ ասելով չի։ Այ հիմա ես քո կյանքին կհետևեմ ու կհասկանամ։ Դու խելացի ես վարվում, իմաստությամբ ես վարվում, թե ոչ։ Ինչպես։ Ասում եմ, քո գործերը ցույց են տալիս։ Ու 14 ասում եմ, եթե դառը նախանց հակառակություն կա ձեր սրտերում, մի պարծեցեք, սուտ մի ասեք ճշմարտության դեմ։ Այսինքն դու իմաստությամբ չես վարվում, եթե դու տեղ ես տվել նախանձին, դառնությանը, չարությանը, վախին ու այն ինչ որ նման է այդ բաներին, չթվարկեմ հիմա։ Ասում եմ, սա սուտ է, սա ճշմարտությունը չի։ Դու խաբված ես։ Իմաստուն մարդը, խելացի մարդը իրավունք չունի թողի իր կյանքի մեջ սա։ Այս իմաստությունը, ասում եմ, վերևից, երկնքից իջած չի, հետևում եք Աստծո խոսքին, այլ ես մի քիչ իմ բառերով եմ ասում, հա? Այլ երկրավոր է, շնչավոր է։ Ստեղ էլ է գրած դիվային։ Դիվային։ Այո, այն ինչը որ չարություն, նախանձ, վիրավորանք, բամբասանք, դառնություն, մեկը մեկի դեմ, մեկը մեկի տակնափորում եւ այլն, չգիտեմ, ինքը ինչքան վատ բաներ կա, ասում եմ, դա չի կարա Աստծուց գա։ Մի ճշմարտությունը փորձեք շեղել։ Աստված եկավ ասեց գնա նրան ասա, ոյ։ Աստված եկավ ասեց գնա նրան, վայ։ Այդպես բան ասում Աստված։ Խոսքա տանում բերում։ Չէ։ Որովհետև ուր նախանց կռիվ կա, այնտեղ հանկարկություն եւ ամեն չար բաներ էլ կան։ Այսինքն վարքն է ցույց տալի, չէ՞։ Ինչով լծվեց այդ անznավորությունը, իր վարքը չի կարա ուրիշ լինի։ Չի կարա։ Դուրս է գալու։ Բայց, այսինքն դիվային էր, շնչավոր էր, մարմնավոր էր։ Բայց վերին իմաստությունը սուրբ է, հետո խաղաղարար, հեզությամբ, հլու, ողորմությունով, բարի պտուղներով, անկողմնասեր, անկեղծ, ես ինչքան լսեցիր, այնքան ուրախացար, չէ՞ արդեն։ Ինչ է գալիս Աստծուց։ Նենց մտքեր, որ գնալով քեզ տանում է սրբություն, գնալով քեզ տանում է քաղցրության, գնալով քեզ տանում է միաբանության, գնալով քեզ տանում է բարության, սիրտդ ողորմած է դառնում։ Ու լիքը լավ բաներ։ Անկողմնասեր ես, անկեղծ ես, անկախ նրանից, ով ինչպես է վարվել քո դեմ կամ ինչ ճանապարհ է գնում, դու հո փոխվում ես։ Դու հո լավանում ես, որտեվ ճիշտ աղբյուրից է գալիս։ Ասում եմ, մի ասեք, որը տենց չի։ Եվ շարունակություն արդարության պտուղը, Աստծուց եկած պտուղը, մեզ ճիշտ պահելու վարձքը, ճիշտ աղբյուրից խմելու վարձքը խաղաղությունով է սերմանվում։ Նրանց համար, որ խաղաղություն են անում։ Խաղաղություն է բերում։ Պատկերացնում եք, հանդիպել են մարդկանց, որ կիսվել են, խոսացել են կամ ինչ-որ հարցի շուրջ, ասում գիտես, սենց մտքեր է գալիս, սենց բաներ եմ լսել, սենց։ Ու ես հարց եմ տալիս, ասում եմ, իսկ որտեղից է դա։ Արի մի հատ հասկանանք, այս մտքերը որ եկավ, ինչ-որ մեկը փոխանցեց, կամ չգիտեմ, դու լսեցիր, կամ քեզ է թվում, որտեղից է գալիս։ Գոնե այդքանը կարող ենք զանազանել։ Հա? Կարող ենք զանազանել։ Աստծո խոսքն ասում է ամեն բարի բան։ Որտեղից է։ Երկնքից, լույսի հորից։ Գոնե բարին ու չարը զանազանում ենք մենք։ Ով կա որ չի զանազանում։ Ինչն է բարի, ինչը չար։ Գնամ սրա տակը փորեմ, հարստանամ։ Էս ինչ բարի բան է։ Բարի չի, չար բան է։ Լավ էլ հասկանում ենք։ Ու երբ որ հասկանում ենք, որ այն ինչ որ եկել է կամ գալիս է, դա դիվային է, երկնքից չի։ Թանկագիրներ, ինչի ենք տեղ տալի դրան։ Ինչի ենք դրան հավատում։ Չէ որ մենք հավատացյալներ ենք ու ամեն բան հավատքի ուժով է կատարվում։
Եվ լավը եւ բանը, վատը։ Երբևէ քեզ վատ մտքեր եկել են։ Հասկացել ես, որ սա սատանայից է։ Դու չես մտել, նստել, մտածել, հայտնություն, աղոթել Աստծուն, Տեր, հայտնություն տուր, ինչ անեմ, մեկի տունը քանդեմ։ Տենց մարդ կա։ Եթե նստել ես, մտածել ես, աղոթել ես, ասել ես ինչ անեմ, մեկի տունը շինեմ, կառուցեմ, օգնեմ, չէ՞։ Ու ինչ։ Աստված ասել է գնա մի հատ բոմբ դիր տակը, մի հատ մարդու կնգա կռվցրա, հերիքա, դու քաշվի գնա։ Տենց բան է, ասե Աստված։ Իհարկե ոչ։ Ասել է գնա, եթե անգամ կռվածել լինեն, հաշտեցրա։ Եթե անգամ մեկը մեկին աչքով ասկ չունեն տեսնելու ատելությամբ են լցված, ինչ է ասում իմաստությունը։ Ասում է գնա նրանից նրա մոտ լավ խոսա, նրանից նրա մոտ լավ խոսա։ Բարձրացրա իրանց աչքերի առաջ։ Գիտես, միգուցե մանկական բաներ եմ խոսում, բայց այնքան կարևոր են։ Ոչ թե գնա եղածնել փչացրա։ Շատ էլ շատ բան են խոսացել, շատ էլ շատ բան գիտես։ Բայց լույսի հորից մենակ բարիք է գալիս։ Ու եթե մի բանը ես լսում եմ կամ հասկանում եմ, որ սա Աստծուց չի, դիվային է։ Բայց ինքը տեղ է ման գալիս, որ գտվի։ Ինչ գիտեք խի, որտեվ պտուղ է տալու։ Ինչու թույլ տամ իմ մեջ տեղ գտնի։ Կամ ընդհանրապես դիվայինը ինչ գործ ունի։ Ես դիվայինի հետ ինչ գործ ունեմ։ Դե շպրտի։ Ինքը չի կարա մտնի առանց իմ ու քո թույլ տվության։ Սատանան չունի իշխանություն, եթե մենք նրան թույլ չտանք, նա խաբեբայ է, ամեն, մեզ է տրված իշխանությունը, մեր սրտի դուռը հսկելու գրված էր, զգուշացիր սրտիդ, քնում ես ֆորտուշկեքը բաց մի թող, ճանճերը չլցվեն, սետկա խփիր, Սուրբ Հոգու մաղը դիր, որ չմտնի, որտև մեր հոգին զանազանում է բարին ու չարը։ Ամեն։ Ընդհանրապես, ասում եմ ուշադիր եղիր իմ խոսքերին։ Ուշադիր նշանակում է քննիր, ուշադիր նշանակում է ստուգիր, ուշադիր ոսպով ճաշ ես էփում, մեջը կարող է քարի կտորներ լինեն։ Եղել են։ Ընկել այդ քարը ատամի տակ, հեչ երբևէ։ Երբ որ բողոքել են քեզ, կամ անգամ դու ես եղել այդ պատրաստողը, հաջորդ անգամ ուշադիր ես եղել։ Լսեք, այս նորմալ, սովորական բաների մեջ մենք ավելի ուշադիր ենք, քան թե հոգևորի, որ հոգևորը անհամեմատելի ավելի կարևոր է։ Հա ոչինչ, մի հատ ատամ կջարդվի, կսարքենք, բայց իսկ որ մի հատ կյանք խորտակվի, որ մի հատ իրավիճակ փչանա, ինչ ենք անելու։ Հա? Տերը մեծ է, մի բան կա։ Տերը արդեն այնքան մեծ է, որ արդեն մեզ զգուշացրել է, թանկագիններ։ Հսկի քո սրտին, հսկի քո մտքերին, որովհետև ինչ էր կորտիզոլներ, էնդորֆիններ աճեցնողը, խթանողը ես ու դու ենք։ Հա? Կարամ հետո էլի կրկնեմ, հիշեք։ Կապ չունի։ Հալելույա։ Հիսուսը ինչ էր ասում սրա մասին։ Օրինակ, գոսես Հովիվ ջան, տնտեսությունը անկնում, կարելի է նվագել, էկոնոմիկան է խափանվում, օր-օրի վրա դռներ են փակվում, չէ՞։ Հողս բերք չտվեց, ու լիքը վատ բաներ։ Գնալով պետությունը, որ պետք է աշխատավարձը բարձրացներ, պակասացնում է։ Չի է պակասացնում, գներն են թանկանում, ապրելը դժվար է դառնում։ Բժիշկը ասեց, այս ցավի հետ պետք է համակերպվես ողջ կյանքդ։ Իրականություն են, թե չէ։ Չէ՞։ Ապրի ինչքան որ ապրեցիր։ Աշխատի ինչքան որ աշխատեցիր։ Եղածով յոլա գնա, համակերպվի սրա հետ, էսա,
Ծանոթ են, չէ՞։ Ինչ որ դե իհարկե դու չես մտածել, բայց այդ առաջարկները, որ գալիս է, կամ իրականությունն է, որ կատարվել է, բալավ ինչ է ասում Աստված դրա համար։ Օրինակ հանրաճանաչ Սաղմոսը, որ ստեղ մարդիկ կան, որ անգամ անգիր գիտեն 91-ը։ Ասում անգամ քո կողքից, այս կողքից, թե այն կողքը չգիտեմ որը որինն էր, բայց ասում 1000 է, 10,000 են գնեն, բայց քո ճանապարհը ապահով կլինի, քո ընթացքը ապահով կլինի, քո լույսը գնալով կլուսավորվի, ամեն։ Մարդ կա խավարը կամ արդեն խավարը պատել է իր մտքերը, ասում, բայց Տիրոջ խոսքը ճրակ է իմ ոտքերին, ճրակ, այսինքն լուսավորում է, ես գիտեմ ուր պետք է դնեմ, ես գիտեմ հաջորդ քայլը ինչ պետք է անեմ, թե այդպես չի։ Եթե մենք ուրախանալու ժամանակ միայն ուրախանանք և վատ բաների ժամանակ էլ տխրենք, մենք ինչով ենք աշխարհից տարբերվում։ Գրածա ուրախության ժամանակ փառաբանիր, չէ, Սաղմոս ասա, նեղությունների ժամանակ ինչ արա։ Տրտնջա։ Բոլորը տրտնջում են։ Ինչ է գրած։ Աղոթք արա, ինչ է նշանակում աղոթքը։ Սկսի հաղթահարել։ Աստծուն միացրա, դու Աստծուն միացրի, համաձայն եք, որ աղոթքը կարող ենք ձևակերպել։ Ամեն անգամ ես իմ քարոզների վիդեոն նայելուց ասում եմ ինչի կճվաս։ Բա ինչ անեմ, որ չճվամ։ Եթե ուրախանալու ժամանակ ուրախանում եմ, տխրելու ժամանակ տրտնջում եմ, ես լիքը վերանայելու բան ունեմ, ով է իմ Տերը։ Հիսուսը, ես, աշխարհը, ինչ որ մեկը։ Եթե Հիսուսն է իմ Տերը, ուրեմն ես պետք է վստահեմ իմ Տիրոջը։ Սա բառացի չի, Հիսուս դու իմ Տերն ես։ Եթե Տերը, ուրեմն ամեն ինչի մեջ է Տեր։ Այնքան տեղեր կարամ մեջ բերեմ։ Խավարի մեջ էլ դու ես իմ լույսը, ասում է։ Նեղության մեջ դու ես իմ ուրախությունը։ Լիքը Սաղմոսներ կարդացեք, այո, ընդեղ էլ ունեին հարցակումներ, ընդեղ էլ ունեին մտքերի ազդեցություններ, ընդեղ էլ կար ստրեսը, այսօր մոդայիկ բառը, չէ՞։ Բայց գիտեք ինչ չկար։ Անտի-ստրես, կամ չէ, անտի-ստրես չէ, հակադեպրեսանտներ չկային, դեղերի, կաթիլների, սրսկումների, մասաժների տեսքով։ Հա ինչ հիմա չի կարելի, մի հատ անտիդեպրեսանտ, հակադեպրեսանտ, խմում ես ամեն ինչ լավ է։ Ոմանք էլ ասում են լսի, մի բաժակ կանյակ, խմում ես ամեն ինչ լավ է։ Առակացի մեջ էլ ասում խմում ես, ամեն ինչ լավ է, մոռանում ես։ Կա տենց մարդ, որը տենց է իր ստրեսը բուժում։ Կրկնակի ստրեսի մեջ կընկնես։ Բայց Աստծո մարդիկ իրանց ստրեսները, այո, բուժում էին իրանց սրտի մեջ հանդարտությունը ներմուծելով, թույլ տալով, որ իրանց սրտի մեջ հանդարտություն գար։ Ինչպես։ Աղոթքի ժամանակ, այո, գնում էին աղոթքի Աստծո առաջ ծունկի գալով, լացելով, աղաչելով, միգուցե ծոմերով։ Մի ժամանակ հետո դուրս էին գալի, ասում էին, ես գիտեմ, իմ փրկիչը կենդանի է, այսինքն լուծվել էր խնդիրը։ Ասում էր, ես գիտեմ, Աստված հավատարիմ է։ Ասում է, ես գիտեմ, դու արդարի որդուն չես թողի, որ հաց մուրա։ Ամեն։ Սրանք գիտեք ինչ էին, սրանք բժշկված մտքեր սրտեր էին, սրանք հանդարտությունով լցված սրտեր էին, դուրս էին գալիս։ Ոչ մեկի մոտ չես տեսնի, որ անգամ խորը ընկած, անգամ մեղքի մեջ ընկած, մեկը ասեր, Տիրոջ մոտ ելք չկա, ելքը մենակ, օղինը, կանյակնը, դա լավ ինչ է գլուխները ցավացնում, կախվի պրծի, ինքնասպանեղի պրծի, տեսել եք տենց մեկի։ Ասում է, ես իմ Տիրոջով պետք է ուրախանամ, ես իմ Աստծո անունը կկանչեմ, միտեղ ասում է, ես Տիրոջը խնդրեցի և նա ինձ իմ բոլոր թշնամիներից ազատեց։ Ոնց ազատեց։ Եկավ
հանդիպման, ասաց լսի, ես են Աստվածն եմ, որ Աբրահամի, Իսահակի, Հակոբի ու այսօր էլ քո օրերի նույն Աստվածն եմ։ Ու եթե ես նրանց իմ խոստմունքով բերեցի, կատարեցի, քեզ իմ որդուն տվեցի, որը դրանից ավել չկա։ Ամեն։ Թե այն ժամանակ երթում էր արել, այս ժամանակ արյունով կնքեց։ Իմ որդուն եմ տվել քո համար։ Ինչ է դա նշանակում։ Այդ նշանակում որ մեր հայացքը պետք է վարկյանական, ինչքան էլ մտքերի ծանրություն, իրավիճակների ծանրություն, անելանելի իրավիճակներ, խճճված իրավիճակներ, հայացքդ Հիսուսն է։ Մենք ասում ենք Հիսուսն է ճանապարհը։ Ո՞ր ճանապարհը։ Երկինք տանող։ Ելքի ճանապարհը, լուծման ճանապարհը։ Հիսուսը խոսքերն են Աստծո, խոստմունքներն են Աստծո, հայտնություններն են Աստծո, որ քեզ խոսալու է այդ իրավիճակի մեջ։ Ես գիտեմ, որ ստեղ շատերը գիտեն դա ինչ է։ Շատերը գիտեն ինչի մասին է խոսքը։ Ամեն։ Թող սատանան վարկյան անգամ ավել չկարողանա մեր կյանքի մեջ գործ անել։ Հիսուսը, երբ որ խոսում էր աշակերտների հետ, ասեց, գիտեք, աշխարհի մեջ նեղություն կունենաք։ Եթե այս ժամանակվա տերմինոլոգիայով ստրեսների կենթարկվեք։ Բայց հակադեպրեսանտներ մի խմեք։ Խուճապի մի մատնվեք։ Ես հաղթել եմ աշխարհին։ Ինչ է նշանակում աշխարհը։ Ինչ կա աշխարհում, մի հատ էլ ասենք։ Բացի լավից, ինչ ասես կա։ Աշխարհի իշխանի ազդեցության տակ ինչ կարա լինի։ Չար ոգիների ազդեցության տակ ինչ կարա լինի։ Ոչ մի լավ բան։ Հիսուս ասաց, որ ես ինքս հաղթել եմ այս իրավիճակներին։ Նույնը ձեր վրա կգա, բայց մի վախեցեք, քաջացեք, ես հաղթել եմ։ Ինչի մասին էր խոսում Հիսուսը։ Նայեք ես ինչպես դուրս եկա։ Նայեք ինչպես էի ես ապավինում Աստծո խոսքերին, նայեք ես ինչպես էի իմ առաջ դնում Տիրոջ խոստմունքը։ Ոչ թե Հերովդեսի սպառնալիքները։ Ոչ թե, չգիտեմ, այն մարդկանց խորհուրդները, որ փորձում էին ինձ ձերբակալեին ու տանեին ժայռից գցեին։ Այո, իմ վրա դա ազդում էր, որտեղ մարդ էր։ Բայց ես միևնույնն է հետ հայացք էի գցում ու հիշում էի իսկ ինչ Աստված ինձ խոստացել։ Ասել է երկար տարիներով կկեշտացնեմ եւ իմ փրկությունը կհայտնեմ։ Քեզ խոստացել է տես բան։ Հաստատ։ Թե ասել է մեկ երեսս կթեքեմ քեզանից, հենց խելոք չմնաս։ Ես մտածում եմ հենց խելոք չենք մնում։ Կամ սխալ բաների ազդեցության տակ ենք, իր երեսը ավելի շատ է ուղղված մեզ։ Գիտեք ինչի։ Որ հանի։ Էլի եմ կրկնում, որ դուրս հանի։ Քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին։ Եղիան, մի կարճ օրինակ բերեմ նախավերջի տեղը։ Շատ հզոր մարգարե էր, շատ հզոր ծառայություն մատուցեց Աստծուն։ Մի կին, մի սատանայի ծառա, ասես որտե բռնեմ սպանելու եմ։ Ինքը սպանում է 400-ից ավել մարգարեների սատանայի։ Ինքը երկնքից կրակ է իջացնում այն հավատքի շնորհիվ, ինչպես որ վստահում էր Աստծուն, ու մի հատ կին անգամ իր առաջ չի կանգնում, ասում է գնացեք ասեք բռնեցի սպանելու եմ։ Ու ինքը ընկնում է ստրեսի մեջ։ Ստրես չի, է։ Խայտարակ ստրես է, որ գիտեք ուր է տանում, ով է կարդացել։ 3-րդ գլուխ, կներեք, 3-րդ թագավորաց 19-րդ գլուխ։ Ասում եմ մեռնեմ, պրծնեմ։
Պատկերացնում եք։ Հավատում էր, որ մեռնի, երկին կգնա, Աստծու մոտ գնա։ Էդ էլ է լավ հավատք, բայց մի րոպե, քո մեռնելու ժամանակը չի։ Մեռնեմ, բրծնեմ։ Ու գիտեք շարունակությունը, որ գնում է բողոքելու, այդ բողոքը հենց հետևանքն է սխալ մտքերի։ Ես եմ մենակ։ Այստեղ այնքան ծածկված խոսքեր կա տակը։ Հեչ պետքը չի, ես եմ մենակ։ Սաղ դավաճանեն, ես եմ մենակ։ Հերիք այդ եսը բարձրացնեք, էլի։ Հա? Մտածում ես իմը ամենան է, չէ, քոնն ամենան։ Վայ, էլ ոնց կլներ։ Գիտես, ինքան թաքնված հպարտություն կա տեղ։ Դու գիտես ես ինչի միջով եմ անցնում։ Են մեկն ասում, չէ, բա դու չգիտես ես ինչի միջով եմ անցնում։ Քանում են հումորային հաղորդումը, չէ, իմ հիվանդությունը ամենավատն է, այն ասում, դու քոնը ի՞նչն է, իմն է ամենավատը։ Չփորձվես իմն է ամենա, տեսել եք, գիտեք։ Ու մարդիկ փորձում են իրանց դարդի մեծության մասին պատմեն, որ իրանք տես ես ինչ եմ քաշում Աստծո անվան համար։ Լուրջ։ Հլեկեք մի հատ թարմացնենք մեր մտքերը։ Աստծո անվան համար դարդուցավ եմ քաշում, թե դարդուցավը Հիսուսը վերցրեց։ Տեղերը փոխվել է ինչ որ։ Ես գիտես ես ինչ եմ խոսում։ Ոչ մեկից չեմ ուզում ներասնեմ։ Բայց թող հոգևոր աշխարհում էս մթնոլորտը, էս կախված լուրերը քանդվեն Հիսուսի զորավոր անունով։ Չփորձեք։ Մի հատ է մրցակցություն, ում հիվանդությունն է բարդ, ում պակասությունն է շատ, ում ընկած վիճակն է խորը, ում սրտի միջի չարությունն է ավելի չար։ Ինչ-որ սխալ ավետարան ենք լսել։ Հիսուս ասեց, ինչ էլ լինի, ինչ էլ եղել է, ես վերցրել եմ։ Իմ քաղցր, իմ թեթև, այդ եմ տվեք ես։ Չէ, ես ինչքան ծանր երևամ, ես ինչքան տառապալից երևամ, ես ինչքան լացակոմած երևամ, ինձ ավելի շատ կհարգեն։ Դևերը հա, հրեշտակները չէ, Հիսուսը չէ, մենք էլ չէ։ Գիտեք, Եղիան աղոթքով, այս, որտև Եղիայի մասին էր խոսքը, ոչինչ կների ինձ, որ գնանք այնտեղ չի ասես, ինչ էիր խոսում իմ հասցեին։ Ուզում էր ցույց տալ, թե ես ինչ կռուտոյ տղայալ, տես ինչ արեց ու հիմա ինչ հալածանքների տակ է։ Աստված փորձում էր իր այդ խոսալ, բայց ինքը չէր լսում։ Գիտեք ինչի չէր լսում, որտեվ իր ստրեսներն ու վախերը այն մտքերը չէին թողում, որ ինքը Աստծուն լսեր։ Որտեվ իր մեջ փոթորիկ էր, իր մեջ կարկուտ էր, իր մեջ երկրաշարժ էր, իր մեջ սենց սաղ տարու բերվում էր, հանդարտ սիրտ չկար։ Բայց մինչև եկավ այդ հանդարտությունը, մինչև Աստված փորձեց, ասեց հլը ուշքի արի, հլը հոպ, մեր բարելով։ Հետո սկսեց լսել Աստծուն։ Ասեց լսի, մենակ դու չես, նախ ասեմ, որ չմտածես, ես եմ, որ կամ ու սենց է սաղ բերը Աստված դրել է իմ վրա, քոպես շատ հավատարիմները կան, բայց լսի, քիչ խոսա, շատ լսի, երբ որ վախերի մեջ ես, քիչ խոսա, շատ լսի, Աստծուն, ընդհանրապես մի խոսա, բայց Աստծուն լսի, որտև այնքան սխալ բաներ կարող ես խոսալ, ու ինչ եղավ, թող գա մեր փառաբանության թիմը, մինչև չեկավ հանդարտություն ինքը Աստծուց խոսք չլսեց։ Եկեք Աստծուն նայենք, որ հանդարտվենք։ Եկեք Աստծո խոսքին նայենք, որ հանդարտվենք։ Եկեք Աստծո խոստմունքներին նայենք, որ հանդարտվենք։ Եկեք Քրիստոսի խաչին կատարված նայենք, որ հանդարտվենք։
Աստված ասում է ինձ սիրողներին ամեն բան ինչ կանեմ։ Անենց մանտրաշ գցեմ, որ կյանքում չեն տեսել։ Հա, կներեք էլ այդ բառի ձևը չգիտեմ գրական։ Ամեն բան բարին կանեմ, բարիով գործակից կանեմ, ելքեր կտամ, լուծումներ կտամ, Փառք Հիսուսին, ինձ սիրողներին, իմ խոսքը պահողներին, իմ խոսքը տեղավորողներին, իմ խոսքին հավատացողներին, ես գործ կանեմ իրա համար ու բարի ելք կլինի։ Կլինի թե չէ։ Ով որ կասկածում է, գնացեք այդ խոսքը վերցրեք, դրեք ձեր աչքերի առաջ, քեզ դիր Աստծուն սիրողի տեղը առաջի հերթին, ոչ թե տագնապից Աստծուց փախնողի տեղը, ու երբ որ դեր քեզ հարմարեցնես Աստծու սիրողի տեղը, ուրեմն այդ խոստմունքը քոնն է վերջ։ Բայց մեր Պողոս առաքյալը Փիլիպեցիների առաջի գլխում գրել էր այսպես. անգիր ասեմ, ոչ մի բանի համար հոգս մի արեք, ոչ մի բանի համար մի տագնապեք, մի սարսափեք, մի ընկճվեք, մի կներեք, էլի, պատեպատ մի տվեք ձեզ, մի տարուբերվեք, այլ ամեն բանում, այդ ամեն բանն էլ, այսինքն այդ խառը վիճակներում, ամեն աղոթքով, աղաչանքով, որ տեղներ Փիլիպեցիների 4-ի 6-ից է սկսվում։ Ամեն աղաչանքով անգամ կարևոր Աստծու հետ հանդիպում ունենաս եւ գրած է Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է։ Այդ Աստծո խաղաղությունը փոշի պես չի թափվելու։ Այդ Աստծո խաղաղությունը փողի տեսքով չի գալու։ Հիսուս ասեց իմ խաղաղությունն եմ տալիս, ոչ թե ինչպես աշխարհը։ Փողը չի քեզ խաղաղացնելու։ Լավ լուրը չի քեզ կամ ինչ որ մի հատ իրավիճակ կյանքիդ մեջ որ փոխվելու է, դա չի խաղաղություն բերելու։ Դա աշխարհայինն է, դա ժամանակավոր է, դա անցողիկ է։ Ասեց իմ խաղաղությունը, բա ուրա տվեք Աստծո խաղաղությունը։ Ով կարիք ունի Աստծո խաղաղության։ Ծառայությունից հետո խաղաղություն ենք բաժանելու ստեղ։ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է։ Ես սենց եմ հասկանում։ Եվ Աստված քեզ մտքեր կտա, որոնք որ քեզ խաղաղություն կբերեն, եւ այդ մտքերը այն վատ մտքերից վեր են։ Ու այդ վատ մտքերը կփախնեն, երբ որ Աստծո ճիշտ մտքերը կգան քո կյանքի մեջ։ Ու դու խաղաղությունով կլցվես։ Ու անհանգստությունը չամադանները հավաքած, կասի ստեղ էլ չստացվեց, ստեղ էլ չհաջողվեց, գնանք, տեսնենք ում ենք գտնում, ու եթե կզգաս, որ ինչ որ այդ ումի մոտ է գնաց է, անենց արա, որ իրանից է փախնում, գնա պատմի, ասա, տեղ չտաս, ինքը խապեբա ու ստախոս է, ամեն, Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, գիտեք, մենք ես աշխարհում, մարդիկ, ուտելիք, հագուստ, ինչ որ նյութական բաներ, մեզ թվում է էսա, բայց Աստված ասում է իմ արքայությունը այդ չի։ Իմ արքայությունը արդարություն, ուրախություն եւ խաղաղություն է։ Իմ արքայությունը իմ խոստմունքներն են, իմ արքայությունը իմ հավատարմությունն է, իմ արքայությունը իմ սերն ու վերաբերմունքն է քեզ։ Իմ արքայությունը մի օր շատ, մի օր քիչ ուտելը չի, լսի։ Դրա վրա տրամադրությունը չփչացնես երբեք։ Իմ արքայությունը խաղաղությունն է, որ գալիս է Սուրբ Հոգուց արդարության միջոցով։ Ինչքան կարաս Աստծո առաջ ուղիղ կանգնի, Քրիստոսի արյունը վերցրա, արդար ապաշխարի արդարության մեջ կանգնի, դա է ճանապարհը խաղաղության։ Ամեն։ Մի էլ հիշի,
կարտիզոլի, էնդորֆինի և նման անուններին, ոչ էլ դեղահաբերի անունները, հիշի Աստծո խոստմունքները, ամեն, եկեք ոտքի կանգնենք ու աղոտ կանենք, Տեր մենք ես փառք ենք տալիս, որ խաղաղության ոչ թե աղբյուրն ես, այլ իշխանն ես, և տալիս ես և հսկում ես, և դու խաղաղության որդիներ ես մեզ դարձրել, որ հերիք չի, որ մենք միայն խաղաղություն ունենանք, այլ խաղաղությունը տարածենք, խաղաղար լինենք, խաղաղություն բերենք, դուրս վրընդելով ամեն անհանգստություն, ամեն վախ, ամեն տագնապ, ու այսօր էլ մենք Տեր, իհարկե ապաշխարում ենք մեր վախերի, լացերի, ստրեսների, թաքուն հպարտությունների համար, որ մեր նմանը չկա, մեր ցավերը ոչ ոք չգիտի, մեր տառապանքի պես տառապող չկա, չենք էլ ուզում, որովհետև Տեր դու վերցրեցիր մեր տառապանքները, ցավերը, վիշտերը, փոխարենը մեզ տվեցիր ուրախության յուղ, թող այդ յուղը հոսի ամեն մեկիս գլխին, դու տվեցիր խաղաղություն, Տեր, ու ոչ թե ինչպես աշխարհը, ժամանակավոր, անկայուն, այլ տվեցիր քո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, որոնք են խոստմունքներդ, որոնք հենց ուխտը, որ քո որդու արյունով հաստատեցիր քեզ մեզ նվիրելով, ու քո խոստմունքը, որ Տեր, դու մեզ համար ամեն բան ի բարին կանես, անկախ նրանից ինչ ժամանակներ, ինչ իրավիճակներ, ինչ լուրեր, ինչ քամիներ կգան, մենք այսօր որոշում ենք կայացնում կանգնել, ամուր կանգնել, քո խոսքը մեր սրտի մեջ թաքցնել, եթե Տեր կա հիվանդություն, մենք ասում ենք, որ Տեր, քո վերքերով մենք բժշկված ենք, որովհետև դու ես բժիշկը, պակասության ասում ենք Տեր, որովհետև դու քո ճոխությունից ես լրացնում մեր կարոտությունը, դու մեզ հնարավորություն ես տալիս, և սերմեր անելու, և պտուղներ ունենալու, և կերակուր ուտելու համար, Տեր իմ Աստված, որտեղ խաթարված փոխհարաբերություններ կան, և մեզ թվում է դա չի լինի, չի հաշտվի, քո խոսքն ասում է Տեր, որ դու բժշկում ես կոտրված սրտերը, որ դու վերականգնում ես քանդված պարիսպները, որ դու կառուցում ես և իմաստուն ես անում, և իմաստունները իրանց տներն են շինում, որ դու մեզ լույս ու աղ ես դարձնում, ու մենք փայլում ենք լուսատուների պես, անգամ մեր աջ կողմից, ձախ կողմից հազարներ ընկնեն, դու ինքդ ես խոստացել, եթե մենք բնակվենք քո ծածկոցի տակ, մեզ ոչինչ, չար բան, չի պատահի, ու ինչ նեղություն ու դժվարություն էլ որ գա մեր կյանքի մեջ, դու խոստացել ես, որ մեր կարողությունից վեր չի լինի, դու մեզ համբերություն կտաս, ու ելք կտաս, Հիսուսի անունով աղոթում եմ իմ քույրերի, եղբայրների համար, որ ամեն մեկը իր համապատասխան խոսքը հիմա քեզանից վերցնի, որ ամեն մեկը իր համապատասխան իրավիճակից ելքը տեսնի, որ ամեն մեկի կախնգած ձեռքերը բարձրանան, ամեն մեկի թուլացած ոտքերը, որ միգուցե նահանջել են, սկսեն առաջ գնալ, որ ամեն մեկի տրամադրությունը փոխվի, և ամեն մեկը փառաբարի քեզ, որ դու հավատարիմ ես, և քո ողորմությունները հավիտյան են, որ դու ներում ես մեր մեղքերը և չես հիշում, որ դու Տեր իմ Աստված փայլեցնում ես քո երեսը մեզ վրա, և առատ ուրախություն ես տալիս մեզ, ու թող լինի քո անունը փառավորված, քո անունը լինի մեծարված, ոչ միայն մեր կյանքերի մեջ, մեր ընտանիքների, մեր սերունդների, մեր երկրի, ազգերի մեջ, որ դու հավատարիմ ես, որովհետև Տեր, երբ որ մենք ընկած էինք, քեզ կանչեցինք, ու դու մեզ փրկեցիր ու կփրկես, և քո խոստմունքը Տեր, մինչև երկինք մեզ ապահով կհասցնես, մենք օրհնում ենք քեզ, մեծարում ենք Տեր, գոհանում ու երկրպագում ենք քեզ, հավատարիմ Աստված, քո նմանը չկա, դու միակն ես, դու հավիտյան, նույնն ես, Տեր Հիսուս, շնորհակալ ենք քո մեծ զոհի համար, քո մեծ սիրո համար, շնորհակալ ենք Տեր, քո կենդանի հավիտենական և անփոփոխ ճշմարիտ խոսքի համար,
որ ինքը ամեն ժամանակ կենթանի է եւ կյանք է տալիս։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Լինի քեզ փառք, պատիվ եւ մեծարանք։ Ու բոլորս ասեցինք ամեն, ամեն։